Հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովին էր նվիրված երեկոն։ Քաջարանի մշակույթի պալատում հավաքվել էին արվեստասերները ևս մեկ անգամ հիշելու մեծանուն արտիստին ու նրա գործերը։ Պատվավոր հյուրերի շարքում էր լուսանկարիչ վավերագրող Յուրի Մեչիտովը, ով 12 տարի եղել է Փարաջանովի կողքին։ Սերգեյը շատ տարբերվող էր, նրա մեջ միաժամանակ միավորված էին չարն ու բարին, դա միայն հանճարեղ մարդկանց է բնորոշ։ Հիմա նման եզակի անհատներ չեն ծնվում։ Հիշողություններն այնքան շատ են, որ արդեն գրքի երկրորդ հատորն է ծնվում, որտեղ ներկայացված են Թբիլիսիում ապրելու տարիները։ Երեկոյի ընթացքում ներկայացվեց նաև Սերգեյ Փարաջանով հավերժական շարժում թարգմանված ժողովածուն, հեղինակը հեռուստալրագրող Նունե Ալեքսանյանն է։ Ամբողջ կյանքում մշտապես հիացել եմ իր կերպարով, իր կինոյով, իր կենսագրությամբ, շատ վաղուց մտածում էի որևէ բան անել Փարաջանովին նվիրված։ Հոբելյանը լավ առիթ էր եւ հավանաբար գիտեք, որ նրա ամբողջ ժառանգությունը մեծամասամբ այսինքն ամբողջությամբ ռուսերեն է, առավելապես ռուսերեն է եւ մտածում եմ, որ պետք է անել թարգմանական որևէ ժողովածու ընտրանի, որտեղ կլինեն նրա կարևոր գործերը, որոնք հայերեն չկան կամ մասամբ են թարգմանվել։ Նունե Ալեքսանյանի խոսքով գրքում տեղ են գտել Փարաջանովի ստեղծագործական ուղղությունները բնորոշող կարևոր էսսեներ, նամակներ եւ մի շարք եզակի պատմություններ։ Ընդունված է համարել, որ Փարաջանովը հեռացել էր հայկական ինքնությունից, որ ավելի շատ աշխարհաքաղաքացի էր, քան հայ։ Ես հատկապես ուզում էի, որ մարդիկ կարդան այն գործերը, որտեղ ինքը ամենաջերմեռանդ հայի պես խոսում է իր հայկական ինքնության մասին, Հայաստանի մասին, հայ մշակույթի մասին եւ այդ բոլոր գործերը գրքում կան։ Գրքի համար հատուկ հարցազրույցների մի շարք եմ արել Ատոմ Էգոյանի, Ռոման Բալայանի, Սերժ Ավետիքյանի, Ալեքսանդր Աթանեսյանի հետ, որոնք բացառապես կարելի է կարդալ միայն այս գրքում եւ իհարկե այն մարդկանց գործերը, նամակները, հրաշալի նամակներ կան, որ նորովի են բացահայտում Փարաջանովին եւ այն մարդիկ, որոնք ամբողջ կյանքում եղել են նրա բարեկամները, շփվել են, առնչվել են եւ հրաշալի հուշեր ունեն իր մասին։ Երեկույթի ընթացքում ցուցադրվեցին Փարաջանովի տուն թանգարանի տրամադրած ինստալյացիայի մեծ վարպետի գործերի կրկնօրինակները։ Այն կարելի է դասել բացառիկ թանգարանների շարքին, նշում է տնօրենը։ Բացառապես ներկայացված է արվեստագետի ձեռքի աշխատանքները, որոնք իրենց համանմանը չունեն արվեստի ոլորտում։ Այդտեղ կա Փարաջանովի ձեռագիրը, այն է, որտեղ Փարաջանովը այդ բոլոր իրերին տվել է նոր կյանք, նոր շունչ եւ իսկապես մենք այսօր հպարտությամբ խոսում ենք թանգարանից, թանգարանի հավաքածուից, որն իր հավաքածուով գերել է աշխարհի շատ ու շատ ժողովուրդների։ Հյուրերը պատմեցին իրենց հուշերը մեծն արվեստագետի մասին, հարց ու պատասխանի միջոցով էլ ակտիվ քննարկում ծավալվեց։ Երեկոն պարային ելույթներով ամբողջական դարձրին մշակույթի պալատի սաները։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատարյան, Սյունիք լուրեր։